Ձեզ համար այսօր եռատոն է, թե միատոն։ Երեք ենք խոսել։ Այսօր, բայց այսօր է տոնը, այսօր ձեզ համար եռատոն է։ Եվ Շուշի ազատագրման օրը ձեր սրտում կա այսօր, նշում եք այն։ Ինչ ենք անելու, որ նորից եռատոն լինի մեզ համար այսօր։ Ճամփից դուրս եկեք։ Պարոն Գրիգորյան, ձեր խոսքը ասեք այսօր այդ կապած։ Ինչ խոսեմ, մի րոպե ժողովուրդ հանգիստ։ Ճանապարհ գտանք։ Պարոն Գրիգորյան, օրվա հետ կապված։ Երեք եմ խոսել։ Ձեզ համար այսօր եռատոն է, պարոն Գրիգորյան։ Ոչ։ Ինչու՞։ Որն է այսօրվա ձեր ուղերձը տոնի հետ կապված։ Ինչ առումով։ Մայիսյան ձեր ասած միատոնի, արդեն եռատոն չի ձեզ համար։ Որն է ձեր ուղերձը այս միատոնի։ Միատոնի ինչ առումով։ Դե ձեզ համար այսօր ինչ տոն է, դուք եկել եք այստեղ, որ ինչ անեք։ Եկել ենք հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը զոհած բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն են դրել այդ հաղթանակը կերտելու։ Իսկ նախկինում գալիս եք հարգելու նաև Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհած եւ Շուշին ազատագրածների համար։ Հիմա էլ չեք գալիս այդ։ Նաև իրենց հիշատակը հարգելու համար։ Բա ինչու չեք հայտարարում այդ մասին, ինչ որ կաշկանդում կա, որ հիշեք թեկուզ։ Կաշկանդում չկա, դուք ասում եք Եռատոն։ տոնն ու հիշելը տարբեր Դե բաներ։ տոն չի։ Շուշի ազատագրումը տոն չի։ Միշտ տոն է եղել մեզ համար։ Ասում եք եռատոն է։ Եռատոնի մասով եք ասում։ Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր։ Բայց տոն չէ, Շուշի ազատագրումը տոն չէ, կներեք Շուշիկ ջան։ Ուրեմն խաղաղության ուղերձ եւ բոլորի շնորհավորում եմ նաեւ այսօրվա հետ կապված։ Նաև Շուշի ազատագրման հետ կապված։ Հարգելիս։ Շնորհավորում եք Շուշի ազատագրման հետ կապված, պարոն փոխնախարար, դուք ռազմական կառույցի բարձրաստիճան պաշտոնյա եք եւ տարիներ շարունակ նշել եք Շուշի ազատագրման օրը նաեւ։ Ես այսօրը ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ խաղաղության եւ համերաշխ ապրելու որպես խորհրդանիշ։ Իսկ բոլորից ցանկանում եմ, որպեսզի խոհեմ գտնվենք եւ մեր գործողությունները կատարենք այնպես, որպեսզի խաղաղություն տիրի։ Թե տարածաշրջանում, թե աշխարհում։ Շուշին հանձնելուց հետո այլևս չեք կարողանում խոսել Շուշի ազատագրման մասին, տոնել դուք այն։ մանիպուլացնում եք եւ ցանկանում եք ինչ որ ձևով ներքաշել, ինչ որ Ախր սա մենք ձեր ընտրած մեր սրտում սա տերմինները միշտ եռատոն է եղել, պարոն Սարգսյան։ Դուք էլ եք նշել սա, ես վստահ եմ, դուք տարիներ շարունակ եկել եք այստեղ նաև Շուշի ազատագրման համար, ճիշտ է։ Ինչ կասեք այսօրվա եռատոնի հետ կապված։ Եվ արդյոք այսօր դեռ եռատոն է ձեզ համար, թե միատոն է, ինչպես նշեց Արմեն Գրիգորյանը։ Հաղթանակի օրն է։ Որ հաղթանակի հայրենական մեծ պատերազմի, թե նաև Արցախում Շուշիի ազատագրման օրը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակի օրը։ Այսօր հաղթանակի օրն ենք նշում։ Որ հաղթանակի։ Հայրենական մեծ պատերազմ։ Իսկ Արցախյան պատերազմը տարած հաղթանակի, որտեղ դա եւս նշել ենք տարիներ շարունակ։ Այսօր մենք նշում ենք հաղթանակի օրը։ Պարոն Սաֆյան, ճիշտ ասած, այսքան տարի լրագրողը ինձ համար տարօրինակ է, որ որևէ պաշտոնյա այսօր մայիսի 9-ը միայն հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր է համարում։ Այսօր Շուշի ազատագրման օրը չէ նաև։ Ես ասացի, որ այսօր նշում ենք հիմա Կաշկանդում կա խնդիր կա այսօր Շուշի ազատագրման օրը եւս հիշելու կամ եւ շնորհավորելու այդ կապակցությամբ։ Քանի անգամ կրկնեմ։ Ես էլ մի քանի անգամ կրկնում եմ, հարց ուզում եմ հստակ պատասխան ստանալ։ Իսկ ինչու։ Այսօր նշում ենք հաղթանակի օրը։ Իսկ նախորդ տարիներին ինչ հաղթանակի օր եք նշում։ Շուշի ազատագրման օրը երբևէ նշվել է Հայաստանում, հիշում եք։ Նշվել է, այո։ Իսկ հիմա ինչու չի նշվում։ Հայտնի պատճառները։ Որտեղ Շուշի մերը չէ, հանձնել են դրա համար։ Կրկնում եմ նորից, որ նշում ենք հաղթանակի օրը։ Որ հաղթանակի։ Հայրենական մեծ պատերազմ։ Հայրենական մեծ պատերազմ։